Սիրելի հետևորդներ ջան, բարևներ։ Այսօր, ինչպես տեսնում եք, տանն եմ, ոչ հողամաս եմ գնացել, ոչ բանջարի, ոչ դաշտ, միայն աշխատանքի եմ գնացել ու հիմա վերադարձել եմ Լիլիթիս համար, իրա սիրած կերակուրներն եմ պատրաստում։ Իհարկե արդեն սպասը եփել եմ, անցած անգամ որ մանդակով սպաս պատրաստեցի, Լիլիթի դուրը ճիշտն ասած չեկավ, մի քիչ կերավ, այսօր գործի տեղն եմ զանգել ու ասում եմ մամա, որ գոստում սպաս կեփես ու դդմիկ։ Հա, հեռակայում, արի ստեղից ասա, ու ասում եմ դաշկա կսարքես ձու կոտրես վրան, հիմա Լիլիթիս պատվերն եմ կատարում, նոր դուրս եկած դդմիկն է, ամեն ինչի նորն էլ, որ նոր ա լինում շուկայում, համեղ ա լինում, շատ դալար ա, նուրբ ա, կեղևները չեն մաքրում, կեղևների մեջ իր ամբողջ վիտամիններն է, առանց տախտակի օգնությամբ, սիրելի հետևորդներս, բայց երևի սրա մեջ չանեմ, ես էլ չգիտեմ, երևի տապակի մեջ անեմ, հա, ճիշտը դա է, սիրելի հետևորդներս, այս մեծ տապակի մեջ կկտրեմ, հա, բայց չես ուզում, այս տապակի մեջ, փոքր կտորներ եմ անում, յուղը դնեմ ու տապակեմ, այս տարբերակով բոլորս էլ սիրում ենք, են որ հողամասում էլ աճում ա, բերում եմ Լիլիթ, թեկուզ մի հատ դալար էլ լինի, սարքում եմ Լիլիթս ուտում ա, շատ ա սիրում, հողամասինները դե գիտեք ինչքան մաքուր, օգտակար, անարատ են, արդեն սպասը Լիլիթը կերել ա, բայց որ սրանից ուզել ա, ինքը եթե մի բան ուզում ա, ուրեմն կուտի, մանավանդ որ մի քիչ էլ հիվանդ ա, ես էլ ձգտում եմ ինչ ուզում ա, սարքեմ, որ ուտի ապաքինվի, քանի օր ա դպրոց չի գնացել։ Մոռացա ասել, որ դդմիկները նախապես լավ լվացել եմ։ Կեղևներով ավելի համով ա, նույնը եթե պատրաստեք կեղևները մաքրած, դուք տարբերությունը կզգաք և կհամոզվեք, որ կեղևով յուրահատուկ է համը լինում։ Ես էլ ուզում էի այն փոքրիկ կացայով եփե պատրաստեի, սենց տեսակ ինչքան Ահա, սա սպասը մի կողմ դնեմ, սա էլ սա, սա յուղ չեմ օգտագործում, սիրելի հետևորդներս, յուղ եմ լցնում։ Պետք է յուղը սկզբից լցնեի, որ տակը իջներ, բայց ես ասենց կանեմ կիջնի տակը, փակում եմ ու կամաց եմ անում, սա այսպես, սիրելի հետևորդներս և անցնենք այս կողմի վրա, սա այստեղից տանեմ, դե այս հաճարը արդեն մաքրել եմ և ես պիտի սարքեմ սա, որովհետև
սնկի ջուրը պահել եմ, այն որ ջեռոցում սարքեցի, պահել եմ, այս կացայի մեջ կեփեմ, լվանամ դնեմ էփվի։ Սիրելի հետևորդներս, ամեն մեկը իր պատրաստման ձևը ունի, ես հաճարը էփում եմ, հետո առանձին սոխառած կանեմ, սնկով կլցնեմ վրան։ Ջուրը տեսեք քիչ եմ արել, որովհետև սնկի ջուր ունեմ պահած, էլի կամաց եմ անում, կափարիչը փակում, այստեղ սունկն է, այստեղ կացան բերել եմ և սոխառածը այս կացայի մեջ կպատրաստեմ ու սիրելի հետևորդներս տեսեք ոնց եմ պատրաստում։ Բնությունը միշտ առատաձեռն է, ես միշտ ասել եմ ու էլի կասեմ, սա վայրի դաշտի սոխն է, մենք տեղացիներս քորյադ ենք անվանում, ոնց է կանաչ սոխը, նույնն էլ սա է, ուղղակի սոխի տերևները կլորավուն են, սա սոխտորի տերևների պես է, շատ հետաքրքիր է, սա էլ դե խանութի սոխը, նեած սրա բույրն եմ քաշում ու սրա հոտը յուրահատուկ է։ Սիրելի հետևորդներս, ինչպես միշտ սովորական առանց տախտակ արագ կտրում եմ։ Այս հաճարով փլավի սոխը այսպես երկարուկ պետք է լինի, մանր այս ճաշատեսակին փլավին չի սազում, երկարուկ։ Ես այդպես եմ անում, ճաշակին ընկեր չկա, ով ոնց ուզում է, իր տարբերակով պատրաստում է, ես էլ հաճարով փլավ, մի արա Լիլիթ, ես էլ չեմ ստիպում, ով ոնց կուզենա թող այնպես էլ սարքի, հաճարով փլավը լավ սոխ է պահանջում, յուղ, սունկ, Սիրելի հետևորդները, սա մի քիչ յուղով կտապակեմ, քանի որ սրանք մի քիչ կանաչ են, չվարվի, որ հավասար եղվեն, մի քիչ տապակվի, նոր սրանք կկտրատեմ, և այստեղ մարալների մարալ է, վատ չես, տապսեն, ահա, սա էլ այսպես, փակում եմ, տանը այնքան համով դաշտի բարիքներ կան, որ ժամանակ չունեմ հավատացեք ուտելու, բայց այսօր որ ոչ մի տեղ չեմ գնում, տանն եմ մի հատ դաշտի բարիքներով, ընտիր սեղան եմ սարքում, նստենք ու վայելենք։ Սիրելի հետևորդներս, գազ օջախին տեղ չկա, բայց ես մի փոքրիկ աչքն է մնացել, քանի որ սոխառածն էլ պետք է դանդաղ լինի, կամաց, կօգտագործեմ այստեղ կպատրաստեմ, դդմիկն է եփում, հաճարով փլավի սոխառածը, սիրելի հետևորդներս, սա էլ հաճարը, սոխառածը կանեմ, հաճարը կտեղափոխեմ այստեղ, այսպես, բենալո ջան, մի հատ դդմիկը նայենք, աղագին է եղավ, կարելի է մի քիչ բերանը բաց թողնել, որ կարմրի, փակում ենք, էփվում է, այսպես բաց թողած կարմրում է ինքը, յուղ եմ լցրել մի փոքր էլ կարակ, տան յուղը վերջացել էր, ժամանակ չունեմ իշնեմ նկուղից բերեմ, թող այսպես լինի, սիրելի հետևորդներս չի խանգարում,
Կշտժում են համեղությունները, այս կողմի դդմիկն է սա։ Սա սոխառածն է, իսկ հաճարը։ Սիրելի հետևորդներս, տեսեք ինչ ունեմ, էլ ինչ հաճարով, փլավ առանց բոխում։ Սա նոր դուրս եկած բոխին է, սիրելիներս, այն օրը ողբինից եմ քաղել, պատահական տենց հանդիպեցի, ճիշտ է, իրա ճյուղերը բարակ են, մատերը բարակ է, բայց դե հո համով է, ու հաճարի հետ էլ պարտադիր բոխի են ուտում, կամ թարմը վիճակով, կանաչ, կամ էլ թթու դրածը։ Իհարկե թթու դրածել ունեմ մեկ բան կանը կողում, միած սրանք կառնեմ։ Ջուրը գոլորշիանա, որ կարմրի դդմիկը, որովհետև ես մեծ էի կտրել, Սիրելի հետևորդներս, սոխը տապակվեց, սունկը լցնում եմ։ Թող տապակվի։ Մի անգամից երկու համեղ կերակրատեսակներ։ Աղ եմ լցնում, աղի չի լինի, որովհետև հաճարին էլ, ահա, սունկը լավ տապակվեց, պետք է լավ տապակվի, որ իրա համը ավելի յուրահատուկ է դառնում և ես էլ այստեղ, տեսեք, ահա, այս դաշտի սոխն եմ կտրատում, սկզբից չարեցի, քորյադն եմ կտրատում, սկզբից անեի, այս կանաչ մասերը կվառվեր։ Ասեմ, որ սունկը կարող եք այս տարբերակով էլ սարքել, մի քիչ կարմիր պղպեղ եք լցնում, սև պղպեղ, նույնիսկ թարմը կանաչ պղպեղ, բուլղարական պղպեղներ ու շատ համով է։ Առանց ձվի տարբերակով, ահա, ոյ, վայ չուտողին սիրելի հետևորդներս, ինչ հաճարով փլավ եմ սարքում, ահա, և հիմա այս հաճարը, որը արդեն համարյա ջուրը քաշել է, բայց չի եփվել, սիրելի հետևորդներս, լցնելու եմ այստեղ։ Մի քիչ էլ այս սնկի սոխառածի հետ, որ ջուրը քաշի, ջուր ունեմ, իհարկե։ Քիչ եմ եփել, սիրելի հետևորդներս, որովհետև շատ տեսականի կա, շատ տեսականի, ահո, ոյ, բայց դե սա ամենը չէ, ուր է սնկի ջուրը, երեկվա սնկի ջուրն է, այն որ ջեռոցում դրել էի, սա կարագն է, ու սա էլ կլցնեմ։
Ահա, սառներ եռալը դադարեց, բայց դե հո համեղություն կլինի։ Էսի սենց աղիությունը հետո կստուգեմ, մի հատես սա նայեմ է, չէ, չի կարմր է, բայց մի հատ ես համը փորձեմ, աղիությունը ստուգեմ։ Մի փոքր աղ եմ լցնում, շատ քիչ աղ, նաև աղ եմ լցնում այս դդմիկի վրա։ Ինքը եփված է, բաց թողնեմ թողնի քիչ կարմրի ու ձուն կոտրեմ։ Այստեղ բոխին եմ խաշում, մտածեցի վերջ գազօջախը ազատվեց, բայց ոչ, բոխի եմ խաշում։ Վայ։ Բայց քան էլ աման ունեմ լվալու, լիքը, շատ։ Սիրելի հետևորդներս, 2 ձու էլ այս համեղության վրա։ Ինչ որ մի բանի գոլորշի, մատս վառում է, հենց անեմ, ոյ չէ, ձեռքս վառում է, փորձեմ այսպես լցնել, ուզում եմ այնպես լցնել, որ հավասար լինի, գոլորշիները կաթսաների ձեռքս վառում է, այս տարբերակով փորձեք, նաև կարող եք ավելացնել համեմ, պղպեղ, բուլղարական, քանի որ Լիլիթը չի սիրում, ես չեմ կտրատում, բայց ասեմ, որ շատ համով է, փորձեք, սա փակեմ 2 րոպե ու խայերա, և այստեղ էլ ոյ, դեռ շատ կա, որ ջուրը քաշի, սիրելի հետևորդներս, բայց համեղություն է լինելու, փոցեցի սո, սա էլ այս համեղությունը, կարևորը Լիլիթի սրտով է ու պատրաստ է, անջատում եմ սա, այս միձենից ազատվեցինք սիրելի հետևորդներս, շատ լավ եղավ, համի մասին էլ չեմ խոսում, պատրաստեք, համոզվեք, ինձ հարմար է, որ հաճարով փլավը այստեղ դնեմ, էպվի, կամացանենք, բոխին էլ էփեց, ահա սիրելի հետևորդներս, այս համեղությունն էլ է պատրաստ խաշվեց, մնացել է հաճարով փլավը, մի հատ նայեմ, ոյ, բայց դե կամացան է, թող հանդարտ էփվի, ես ափսաներն էլ արդեն, ամաններն էլ լվացի, բայց սա
դեռ հլը ջուրը չի քաշե։ Մի քանի րոպեից արդեն վերջնական պատրաստ կլինի։ Սիրելի հետևորդները, սա էլ է պատրաստ, ճիշտ է, ինչքան էլ եփես, ինքը իր մեջ ջուր մնալու է եւ անջատում եմ, փակում եմ, այս ջուրը ամբողջությամբ քաշելու է մեջը։ Համեղություն ստացվեց, տեղը տեղին, դաշտի քորյադով, սնկով, հաճարով։ Այստեղ բացում եմ մյուս համեղությունը և սա էլ սպասը, սիրելի հետևորդներս։ Դե ինչ մեզ բարյախորժակ, սիրելի հետևորդներ ջան, եթե դուք եք այս պահին հաց ուտում, ձեզ էլ բարյախորժակ։